Հիմա եթե ուզում ենք վերադառնանք ամեն դեպքում ինչից սկսենք, կան որոշակի կերակրատեսակներ, մթերքներ, որոնք նաև օգնում են, այսինքն վերադառնալու սովորական ռիթմին, ինչից պետք է հրաժարվել կամ հնարավորինս մսամթերքը բացառում ենք, գոնե մի շաբաթ, հնարավորինս, ընդհանրապես պետք է մսամթերքը շատ զգացիք դուք, որտեվ այդ սպիտակուցային դիետաներին ծանոթ ենք, ահավոր բան է, որտեվ բջիջի առաջին ծերացման process-ը հենց սկսում է սպիտակուցային սնունդ ընդունելուց։ Ամենակարճ ճանապարհն է դեպի օրգանիզմի ու մարդու ծերացմանը։ Չէ, բուսակերության ես կողմնակից չեմ, չնայած մի զարմացեք, ես յոգայի կենտրոնի հիմնադիր եմ, բայց երբևիցե չեմ պրոպագանդել բուսակերությունը, որտեղ մենք ունենք անպայման տարբեր նյութերի կարիք եւ նաեւ սպիտակուցային ուտելիքը եւ այդ նույն ճարպը, թե բուսական, թե կենթանի ճարպը մեզ պարտադիր է պետք։ Դա ռեգեներացիոն process-ների, այսինքն մեր ռեպրոդուկտիվ օրգանների, կանացի օրգաններ, տղամարդկան սեռական օրգաններ, ուղեղի համար սնուցումը շատ ուժեղ եւ մսից հրաժարվելը ես իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում, որտեվ հիմա բուսակերներ ինձ հետ միշտ վիճեմ են այդ հարցում, բայց ես շատ եմ ուսումնասիրել, հավատացեք, գրականություն պետք է բալանսավորված սնունդ։ Ամեն ինչ պետք է ուտել, ընդ որում պետք է լսել օրգանիզմին, օրգանիզմն է ձեզ ասելու, այս բան ինչ է ուզում, մի սահմանափակեք, եթե պարզապես հնարավոր է միսը քչացնել ռացիոնը, որտեղ դա նաև կեղտոտ սնունդ է մեր օրգանիզմի համար, ճիշտ է, չափի մեջ դա պետքական է, ինչպես կալոգենները վերականգնող միսը չէ, որ սպիտակուցն դե դրա համար եմ ասում, անպայման պետք է, եւ հնարավորինս քիչ պետք է օգտագործել բնականաբար ճարպային շատ ուտելիքներ, որտեղ դրանք բացի վնասից արդեն հիմա որպեսի վերադառնալ, պետք է միսը կրճատել կամ բանջարեղենային ուտելիք, մրգերը երեկոյան 6-ից հետո մոռանում ենք, ընդհանրապես ինչա, որովհետև դա հատուկ ռեակցիայի շնորհիվ դառնում է ճարպ, պատկերացնում եք միրգը կարող է ճարպային շերտ բացնել, բանջարեղենը արտակարգ է, եթե երեկոյան ուզում եք ուտեք, ինչ որ գարնյոր կարող եք խաշել, խաշած վիճակում բանջարեղենները, փոքր մսի կամ ձկան կտորով ուտել, անպայման երեկոյան խորհուրդ ենք տալիս մեր մածունը կամ թանը, այսինքն այդպես կարելի է վերադառնալ։ Այո, սև սալորաչիրը, մենք այսինքն մարսողությունը պետք է արագացնենք, ակտիվացնենք եւ մաքրենք օրգանիզմը քիչ ճարպերով եւ քիչ կենթանի ճարպերով, որը այսօրվանից դա կարելի է սկսել։ Այսօրվանից առավոտյան էլ մեր Գերկուլեսը, մեր Ավսյանկան, դե բոլորը արդեն գիտեն, դա արտակարգ մաքրող հատկություններ ունի։ Մաքրեք օրգանիզմը, ինքը իրան քաշը կկարգավորվի։ Շնչառական վարժություններով պարզապես տասնապատիկ էֆեկտ է արձանալու եւ արագանալու է։